Հունիսի 21-ից 23-ը Երևանի խորհրդանշական Կարմիր կամրջում տեղի կունենա ստեղծարար կամուրջ արվեստի ամառային երրորդյա փառատոնը, որը կմիավորի տեղացի եւ միջազգային արվեստագետների, ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների եւ արվեստասերների։ Փառատոնի շրջանակում նախատեսված են ցուցահանդեսներ, ինտելեկտուալ խաղմրցույթ, արվեստային փորձառություններ եւ աշխատարաններ։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կպատմեն մեր հյուրերը։ Լիվր ընկերության ծրագրերի ղեկավար Գոհար Գևորգյան, նկարիչ արվեստագետ Աննա Սողոմոնյան։ Լույս առավոտի։ Բարի օրը մեզ հետ եք։ Շնորհակալ ենք հրավերի համար եւ հնարավորության ձեր եթերից խոսելու մեր փառատոնի մասին։ Ինչպես նշեցիք, հունիսի 21-ից 23-ը Երևանի պատմական Կարմիր կամրջի տարածքում, որը բոլորովին վերջերս վերականգնվեց, գիտեք, անցկացվելու է ստեղծարար կամուրջ արվեստի ամառային փառատոնը։ Այն արվեստի երրորդյա նախագիծ է, որը բաղկացած է բազմաբնույթ արվեստի դրսևորումներով, մշակութային միջոցառումներով, փորձառություններով եւ բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու եւ մաս դառնալու այս կարեւոր իրողության։ Աննա, որպես արվեստագետի, ինչ են այսպիսի միջոցառումները ձեր համար ու նաեւ այն սերունդների համար, ովքեր կրթվում են նաեւ այս ամենի մեջ։ Բնականաբար շատ կարևոր են արվեստագետների համար նման միջոցառումները, որտեղ նկարչությունը նաև ձեր պաստառը միջոցառման Նկարչությունի տարբերություն արվեստի մյուս տեսակների շատ մի քիչ փակ արվեստ է, որովհետև մարդիկ իրենց արվեստանոցներում նստած ստեղծագործում են ու ցուցահանդեսները այն բացի սոցհարթակներից այն քիչ հնարավորություններ են, որ մարդկանց ներկայացնել ու ցույց տալ են, թե ինչ ենք մենք ստեղծում, ինչ մասն ենք մտածում, միասին շփվելու, ինչ որ հետադարձ կապ ստանալու, հասկանալու ոնց է քո արվեստը ընկալվում հենց մարդու հետ անմիջական շփման եւ երկխոսության ընթացքում, որովհետեւ մի բան է, երբ որ դու ուղակի ցույց ես տալիս եւ մեկ ուրիշ բան է, որ դու քննարկում ես, այո, հայտարարությունը այդ շատ կարեւոր է։ Եվ կամուրջը, հենց ստեղծարար կամուրջ անվանումն է, խորագիրն է, հենց այդ նպատակով ենք այսպես ասած դրել, անիվոր կամուրջը փառատոնը, որում է արվեստագետներին եւ արվեստականներին միաժամանակ այն հիանալի է հաղորդակցվելու, այդ հնարավորությունը ընձեռելու, շփվելու եւ արվեստագետների հետ եւ նրանց հմտություններին, փորձառություններին ծանոթանալու։ Եվ մենք ծրագրում ունենք նմանատիպ այսպես հենց այդ նպատակով այսպես կազմակերպված միջոցառումներ, այնտեղ բազմաբովանդակ են եւ արվեստին եւ արվեստի տարբեր այսպես որումներով, այո, ծրագրերը, ինչպես օրինակ արվեստի դասախոսություն ունենք, արվեստաբան Հասմիկ Գևորգյանի ներկայացմամբ, ունենք պանելային քննարկում, որին մասնակցում է նաև Աննան, արվեստը որպես կամուրջ, մասնակցում են արվեստի մենեջեր, արվեստագետներ, արվեստի բլոգերներ, այդպես Ունենք հենց վարպետաց դասեր, մենք փառատոնի շրջանակում ներկայացված են շուրջ 30 արվեստագետներ, որոնք բացի իրենց աշխատանքները ներկայացնելուց նաև հանդես են գալու վարպետաց դասերով։ Կենդանի նկարչության ժամեր, հանդիպումներ հենց արվեստագետների հետ տեղում, այսինքն բոլոր հնարավորությունները ստեղծված են արվեստը ներկայացնելու, արվեստագետներին ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու, արվեստասերներին էլ ծանոթանալու, բացահայտելու արվեստը եւ այսպես մոտիկից շփվելու արվեստագետների հետ։ Քանի որ մենք սկզբում նշեցինք, որ տեղացի եւ միջազգային մասնագետներ են լինելու, ինչ դրսից ինչ մասնագետներ են բերվել փառատոնը։ Մենք ունենք միջազգային արվեստագետներ, ունենք Ֆրանսիայից ներկայացուցիչ, Լիբանանից, Ռումինիայից, Իրանից եւ Ռուսաստանից եւ որոնք ոչ միայն ներկայանալու են իրենց աշխատանքներով, այլ զրույց քննարկումներ եւ վարպետաց դաս են անցկացնելու, ինչպես օրինակ ֆրանսիացի մեր մասնակիցը Ռուբեն Կարասկոն, հայտնի ժամանակակից արտիստ է եւ նաեւ որմնանկարիչ եւ անցկացնելու է որմնանկարչության վարպետաց դաս ներկայացնելով որմնանկարչության այսպես տեխնոլոգիան, ավանդական մեթոդները, շատ այսպես հետաքրքիր վարպետաց դաս է սպասվում։ Այդպես, ես կուզեի շեշտադրել նաև մեր ամենաայսպես դրական հետաքրքիր ծրագրային կետերից մեկը, արվեստի խաղմրցույթը, որը անցկացվելու է հունիսի 22-ին, երեկոյան ժամի 7-ին, օրինելի բոլորին հրավիրում ենք սիրով։ Անունը այսպես է, արվեստասերի միլիոնատեր,
Մեսանական ֆոնդով։ Այո, իսկապես 1 միլիոն է մրցանակային այսպես ֆոնդը։ Մասնակցում են արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, թանգարանների պատվիրակությունների տնօրեններ, արվեստաբաններ, նկարիչներ, դիզայներներ եւ ոչ միայն արվեստին առնչվող մասնակիցներ, ունենք բժիշկներ, ունենք մարքետոլոգներ, այնպես որ հետաքրքիր են իսկապես արվեստասեր են, այո, եւ ցանկություն են հայտնել մասնակցելու մեր խաղին։ Եվ խաղն անցկացվելու է հենց այսպես, ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի ոճով, շատ հետաքրքիր փորձառություններ լինելու։ Անա, խոսվեց պանելային քննարկումների մասին, վստահ եմ նաև ձեզ է վերապահված այդտեղ կարևոր դերակատարում։ Խնդրեմ մի փոքր մանրամասնայիք, ինչից եք խոսելու, իհարկե ամբողջ։ Ես կարծում եմ, որ պետք է արծարծենք բոլոր այն հարցերը, որոնք առաջանում են նկարիչների ժամանակակից աշխարհում ստեղծագործող խնդիրներին, ինչ որ ընդհանուր տենդենսներին, արվեստի աշխարհին, համաշխարհային ինչ որ թեմաներին կանդրադառնանք, բայց ես կարծում եմ, որ ամենակարևորը հայ արվեստագետի ուղու մասին պիտի խոսենք եւ փորձենք գտնել ինչ որ լուծումներ, միգուցե կամ ինչ որ հարցադրումներ բարձրացնել, որը մենք հետո կմտածենք դրանց մասին։ Օրինակ ինչ մտահոգող բաներ կան, որոնք ցանկանայիք այդ միջոցառման շրջանակներում, նկարիչները, որոնք ավելի այսպես գուցե փակ իրենց դաշտում են աշխատում, իրենք ավելի բաց դառնան աշխարհի համար 21-րդ դարում։ Մի հատ խնդիր օրինակ շատ ես հաճախ նկատում եմ մեր աշխարհում, Երևանի արվեստի աշխարհում, մենք շատ քիչ ենք տեսնում դրսից արվեստագետների աշխատանքներ։ Հիմա Լիվերը կազմակերպած այս միջոցառումը շատ լավ հնարավորություն է, որ մենք բացի հայ նկարիչներին նաև տեսնենք ինչ են անում ուրիշ երկրի մարդիկ, որտեղ մենք մեզ շատ լավ գիտենք, մենք միշտ մեր ցուցահանդեսներին գնում ենք, մենք ուզում ենք տեսնել նոր ձեռագիր, ինչ որ նոր ոճ, որը ոչ բոլորն են ճամփորդում ու տեսնում դրսի թանգարաններում։ Ես շատ կուզեմ, որ Հայաստանում շատ լինեն դրսից արտիստների ցուցահանդեսները։ Դրա համար ես շատ կարևորում եմ հատկապես այս միջազգային շեշտադրումը այս փառատոնի։ Փառատոնի հենց նպատակներից է առավել պետք է նշեմ, որ սա առաջինն է իր բնույթով, որպես արվեստի փառատոն, որ մենք նախաձեռնեցինք եւ նպատակ ունենք այն դարձնելու շարունակական եւ ընդլայնել այսպես ավելի շրջանակները զարգացնել եւ հենց միջազգային մասնակցությունը ավելի ընդլայնել։ Ես համաձայն եմ Աննայի հետ, շատ կարևոր է եւ այս փառատոնն էլ շատ լավ հնարավորություն է հենց արվեստագետներին տեղի եւ արտերկրի շփվելու, հաղորդակցվելու, փորձի փոխանակում իրականացնելու եւ հետագա ծրագրեր ինչ չէ մշակելու։ Այն որպես չակերտավոր ասած նոր լոկացիա է միջոցառումը տեղանքը վերջերս այսպես երկրորդ կյանք առել։ Հետաքրքիր է ինչ խնդիրներ են եղել այս փառատոնի կազմակերպչական աշխատանքների ժամանակ։ Հայաստանում արդյոք հեշտ է արվեստի ոլորտին այսպես կարկառուն ներկայացուցիչներ բերել, չգիտեմ, աշխատանքներ իրենց տեղադրել, ինչքան ժամանակահատված են նաև տևել նախապատրաստական աշխատանքները։ Ինչ խոսք կազմակերպչական աշխատանքները դժվարությունները աննալի որպես մասնակից, որովհետև Աննայի հետ վաղուց համագործակցում ենք, Աննան մեր այսպես մշտական արվեստագետներից է, մեծ սիրով միշտ մասնակցություն է հայտնում։ Միշտ լինում են իհարկե խոչընդոտներ, ինչ որ այսպես դժվարություններ, բայց դրանք լուծելի են, որովհետև արդեն դաշտում վստահություն ունի կազմակերպությունը արվեստագետների շրջանում եւ առհասարակ եւ այսպես լուծելի են։ Տարիքային սահմանափակումներ ունեցել եք ամենապատանի ձեր այսպես ստեղծագործողները երիտասարդ ովքեր են ունեք։ Փառատոնի շրջանակում շատ են երիտասարդները, մենք նաեւ ուսանողներ մենք այսպես չենք դրել այս փառատոնին որևէ այսպես սահմանափակում, բայց իհարկե միշտ խրախուսելի է երիտասարդների մասնակցությունը, որ նրանց հնարավորություն տանք նման միջոցառումների նախագծերի միջոցով առավել զարգանալ, առաջ գնալ եւ մասնակցությունը, այո։ Իսկ որքանով է պահանջարկ վայելում ժամանակակից արվեստը, ժամանակակից արվեստագետների աշխատանքը երիտասարդների շրջանակում եւ ոչ միայն։ Հետաքրքրված է արդյոք հասարակությունը ժամանակակից հայ արվեստի աշխատանքներով, որովհետև այն դասական աշխատանքները մենք գնում ենք պատկերասրահներ, թանգարաններ, իսկ ժամանակակից արվեստին մենք կարողանում ենք այս փառատոնների ձևաչափով ծանոթանալ։ Գիտեք, ժամանակի հետ կարծում եմ, այո, այսօր այսպես առավել ճանաչելի է դառնում, իհարկե քիչ-քիչ դեռ այդ ճանապարհին ենք, բայց արդեն քիչ-քիչ ընկալվում է արվեստը, քիչ-քիչ եւ նման
հենց այդ ճանաչելիությանը նպաստում են այն նման միջոցառումները, ինչպես մեր փառատոնն է, մենք միշտ այսպես կազմակերպում ենք նմանատիպ միջոցառումներ, թե այսպես ցուցահանդես վաճառքների տեսքով, թե պարզապես արվեստի երեկոներով եւ այլն եւ այլն։ Եվ այս փառատոնը նույնպես ունի այդ նպատակը։ Միշտ բան է հետաքրքրում, այ օրինակ վերնիսաժային դիտենք մենք նայում ենք, Տարյանի այս տարածքում կլինի արձանի։ Եղել է այնպես, որ դուք եք արվեստագետին գտել պատահական աչքով։ Տեսեք, դուք հայտարարում եք մրցույթը կա, որ դիմեն մարդիկ կամ ինչ որ միջոցառում, բայց եղել են դեպքեր, որ դուք ձեր սուր աչքով եք նկատել այդ մարդկանց ու գուցե նաև հայտնի երգիչներ, ինչպես ասում են, ճակերտավոր փողոցից են վերվել, ճակերտավոր իհարկե։ Այն նման դեպքեր նկարչության ասպարեզում որքանով է հաճախ պատահում։ Մեր կազմակերպության փորձառության շրջանակում իհարկե լինում են, բայց դա լինում են տարբեր այսպես ցուցահանդեսների, միջոցառումների ժամանակ, երբ պարզապես այցելում ենք եւ տեսնում, նկատում ենք գործը արվեստագետին եւ իհարկե մենք նաեւ հրավիրյալ արտիստներ ենք ունենում, ինչպես այս փառատոնի շրջանակում, բացի մեծ հայտարարությամբ դիմաց արվեստագետները նաեւ հրավիրյալ արտիստներ ենք ունենում։ Ես կուզեի նաև, եթե ժամանակ ունենք, խոսելու հենց օրվա մասին, հունիսի 21-ը պատահական չէ ընդգրկված, քանի որ գիտենք այդ օրը ամառային արևադարձի օրն է, երբ ցերեկը ամենաերկար ցերեկն է, եւ ցերեկը գերազանցում է գիշերվան, եւ անցյալ տարի հունիսի 21-ին Liver ընկերությունը կազմակերպել էր մի ցուցահանդես, որի շրջանակում ժամանակակից արտիստ Վարդան Տեպիկյանը բոլորովին այսպես մթության մեջ, փակ աչքերով կտավին է հանձնում իր հույզերը, էմոցիաները, քանի որ օրը այսպես հայտնի է որպես հզոր էներգետիկ օր եւ այսպես հույզերը, էմոցիաները արտահայտելու լավագույն ժամանակ այսպես ասած։ Եվ արդյունքում ստեղծվում է մի ժամանակակից արվեստի նմուշ, որը մեր փառատոնի այսպես խորհրդանշական կետն է եւ այն հանված է աճուրդի եւ հնարավորություն կա ձեռք բերելու հենց փառատոնի շրջանակում մինչեւ հունիսի 23-ը։ Հրաշալի։ Շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար, ձեզ հաջողություն, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Լույս առավոտին ավարտում է այս շաբաթվա իր աշխատանքները, կհանդիպենք երկուշաբթի։